Գիտեք այսօր այն մարդիկ ովքեր պաշտոնի համար, որ իրենց ինչ-որ մի թուլափայ պիտի գցեն, գովերգում են Դավաճանին, կանգնում են այնպիսի մարդկանց կողքին ու ճշմարտությունը չեն տեսնում, յանի իրանք հեչ բանի խաբար չեն, իրանք տեղյակ չեն, սիրուն կոստյումը գալստուկը Ժիրինովսկին, որ ասում էր ողոր մի քեզի հասկանալի, մենք իրար նմանություն ունենք Ժիրինովսկու հետ, ասեմ ձեզ, ինեգալի ուզեցեք, մեր բնավորությունները իրար նման են, ողոր մի իրան, ուրեմն սրանք յանի չեն տեսնում, բայց գիտեցեք որ ամոթ է, դուք այդ ամեն ինչը լավ տեսնում եք, ջայել, ոնց եք գնացել այդպիսի մարդկանց հետևից ու այնպես է ազատ, այնպես է, մեկը կյանքում այս քաղաքում ընդհանրապես ոչ ճանաչել ենք, ոչ դրել ենք, ոչ վերցրել ենք, հələ պատկերացրեք քաղաք կառուցողին սարքել են, մեկ ինձ ինպես բաներ են ասում, ընենց են խոսում, ես քսեմ եմ ես լավ մարդ եմ, վատ բան չեմ ել, սրանք ինչ են, գրողի պես ենք հետևից, գրող նգնի ձեր հետևից, մեկ մամս քսեր ողորմազի, ողորմի քեզի մամջա։ Եվ ուզում եմ Աստվածաշնչից բերել ևս մի կարևոր պատվեր, այդպես ասեմ։ Եթե իմ պատվիրանները պահեք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին։ Նրանք սպանված կգնեն ձեր առաջ։ Ձեր 5 հոգին հալածական կանի 100 հոգու, իսկ ձեր 100-ը բյուրավորների։ Ձեր թշնամիները սրի հարվածներից կգնեն ձեր առջև։ Ինչքան մենք Աստծուց հեռացանք, այնքան Հայաստանը բզգտվեց ու տրվեց թշնամուն։ Մենք երբ ապավինել ենք Աստծուն, երբ պահել ենք Աստծո պատվիրանները, երբ աղոթքին, ճշմարտությանը սատարել ենք ինչ որ տրված է պատվիրանների մեջ, պահել ենք, հիշեք, մենք ունեցել ենք հաղթանակ։ Հիմա էլ ուշ չէ։ Հավատացեք, երբ հեռացել ենք Աստծուց, երբ հեռացել ենք եկեղեցուց, երբ բողոքականները լցվել են Հայաստան, երբ մամոնայի համար ծախել ենք մեր այն հավատքը, որ բարձենում ենք, մեկ ասում ենք առաջի քրիստոնյա պետությունն ենք, այո, բարձենալու տեղ ունենք, որովհետև դրախտը գտնվում է Հայաստանում։ Դրախտը Աստված մեր ձեռքից առավ եւ տվեց Թուրքին, դա Բինգյոլն է, որ մեր դիմաց է։ Բինգյոլը, որ Ավետիք Իսահակյանի երկել որ կա, Բինգյոլը գտնվում է հենց դրախտը գտնվում է Բինգյոլում։ Նոյի տաբանը կանգնեց Արարատ լեռի կադարին եւ ասում է Ադամը իր մեղքերը քավում էր հայերեն, Նոյը խոսում էր հայոց լեզուն։ Նոյի գերեզմանը գտնվում է Նախիջևանում, Նախիջևան նշանակում է Նախիջևանել, այսինքն առաջինը Նոյը իջավ Նախիջևանի տարածքը եւ կոչվեց Նախիջևան։ Ամբողջ մարդկությունը հայոց ազգից է առաջացել։ Լավ իմացեք, ուրեմն բավարները, գերմանացիները, իրենց նախահայրերը բավարներն են, ասում են, որ մեր նախնիները իրանց այդպես բանը, իրանք են ասում, մենք չենք ասում, որ մեր նախնիները եկել են Արարատ լեռի հատվածից, մեր նախնիները հայեր են, անգլիացիները եւս ասում են, որ մեր նախնիներն եկել են ուրեմն Հայաստանից Արարատ լեռից, իսպանացիների բասկերը նույնությամբ, այսինքն մենք բարձենալու տեղ ունենք, բայց մենք մեր պատմությունը չգիտենք։ Հայաստանի ղեկավարները ասում են, թե այս գրաված տարածքները մենք օկուպացիա ենք արել։ Ինչ օկուպացիա, երբ որ 100 տարվա պետության մասին է խոսքը։ Հայոց բնորանն է, ինչքան պեղես ամբողջ գերեզմանները հայկական են, ինչքան պեղես հանգարց դենկա անես, կտեսնեք, որ բոլորը հայեր են։ Եթե ասում են աղվանական գերեզմանները, մեր պապերը այս եկեղեցիները աղվաններն են, ուրեմն ստեղծել մեր պապերը աղվաններ են։ Բայց այդ պապերը, որ աղվաններ են, աղվանական եկեղեցիներ են, չեք քանդում, այ բարբարոս ազգ, այսինքն ձեր պապերի եկեղեցիներն էլ եք քանդում, եթե ձեր պապերը աղվաններն են։ Այսինքն պատկերացրեք, հայոց ղեկավարները չեն կարող պատմություն չգիտեն, որ կանգնեն դրանց ասեն, ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը, երբ որ Հայաստանի բնորանն է, երբ որ հայոց երկիրն է, միացած տվեք չի գարով։